Ինչ է ջրի մոնիթորինգը եւ ինչու է այն կարևոր։ Երկրագնդի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի մեծ մասը սառույցներ եւ ստորերկրյա ջրեր են։ Ջուրը մեր մոլորակի ամենաթանկ ռեսուրսն է, որի որակի եւ քանակի պահպանումը կենսական նշանակություն ունի մարդկության, բուսական եւ կենդանական աշխարհի համար։ Ջրի մոնիթորինգը թույլ է տալիս գնահատել մարդու գործունեության ազդեցությունը ջրային էկոհամակարգերի վրա, բացահայտել մարդու առողջության եւ էկոհամակարգի համար ռիսկերը, ինչպես նաեւ պլանավորել եւ իրականացնել կառավարման միջոցառումներ։ Մոնիթորինգը ներառում է տարբեր բնապահպանական ցուցանիշների պարբերական նմուշառումներ, վերլուծություն եւ գնահատում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ը ամենամսյա եւ եռամսյակային հաշվետվություններ է պատրաստում Հայաստանում ջրային էկոհամակարգերի որակի եւ դասակարգման վերաբերյալ։ Իրականացվում է ինչպես քանակական ցուցանիշների գնահատում, հոսքի արագությունը, ջրի ծավալը եւ այլն, այնպես էլ որակական ցուցանիշների գնահատում, ջրում քիմիական եւ կենսաբանական տարրերի պարունակություն։ Ջրի քանակական եւ որակական ցուցանիշների դիտարկման համար տվյալները ստացվում են հետեւյալ հիմնական աղբյուրներից՝ վերգետնյա in-situ մոնիթորինգի դիտակետեր, արբանյակային պատկերներ, աերոֆոտոլուսանկարներ, ինչպես են ջրի վերաբերյալ տարբեր եղանակներով եւ տարբեր աղբյուրներից ստացվող տվյալները համադրվելով ստեղծում տվյալների միասնական շտեմարան։ Գիտնականներն աշխատում են տարատեսակ աղբյուրների եւ տարբեր ձևաչափերի բազմազան մեծածավալ տվյալների հետ։ Արբանյակային պատկերներից եւ աերոֆոտոլուսանկարներից մինչեւ դաշտային չափումների ու տվիչների, սենսորների տվյալներ, հետազոտությունների արդյունքներ։ Հաճախ բավականին դժվար է լինում գտնել անհրաժեշտ եւ ճշգրիտ տվյալներ տարբեր խնդիրների լուծման եւ որոշումների կայացման համար։ Այդ իսկ պատճառով վերոնշյալ աղբյուրներից բնապահպանական տվյալների համակարգված կառավարումը, միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը եւ տվյալներ մշակող ու օգտագործող կազմակերպությունների ու անհատների միջև համագործակցային միջավայրի ձևավորումն անչափ կարևոր է հետազոտությունների ու որոշումների կայացման աջակցման համար։ Տվյալների բավարար առկայության դեպքում հնարավոր է գտնել կապեր տարբեր փոխկապակցված ցուցանիշների միջև, ավելի լավ հասկանալ բնական էկոհամակարգերի փոփոխությունների եւ մարդածին ազդեցությունների միջև պատճառահետևանքային կապերը եւ ավելի ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել։ Նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության գործիքները օգնում են ավելի հուսալի ալգորիթմներ մշակել նման վերլուծությունների եւ կանխատեսումների իրականացման համար։ Քաղաքացիական գիտությունը գիտական հետազոտություններում հանրային մասնակցությունն ու համագործակցությունն է գիտական տվյալների շտեմարանի համալրման նպատակով։ Այն հայտնի է նաև որպես մասնակցային մոնիթորինգ։ Կամավորները կարող են լինել ինչպես դպրոցականներ, այնպես էլ գիտական ակումբների ներկայացուցիչներ, սիրողական գիտությամբ զբաղվողներ եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են տարբեր տվյալների հավաքագրմամբ եւ էկոհամակարգի մշտադիտարկմամբ։